Տիկին Վարդանյան, նախ շնորհավորում եմ որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, որպես պատգամավոր ձեր զգացողությունները։ Նախ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ես էլ շնորհավորում եմ մեր նոր խորհրդարանի կազմին։ Զգացողություններս դրական են, հատկապես պարոն Ռուբինյանի կոչից հետո, որ պետք է փորձենք աշխատել բարեկրթության սահմաններում, որովհետև ես խորհրդարանը միջավայր եմ համարում, որը համագործակցության դաշտում ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու շահը, ու խորհրդարանը չպետք է դառնա վիճաբանությունների, իրար անձնական վիրավորանքների վայր, որովհետև դրանով մենք չենք հարգում մեր քաղաքացիներին եւ մեր քաղաքացիները մեզ քվեջ չեն տվել, որպեսզի մենք անհանդուրժող միջավայրում ապահովենք մեր նիստերը։ Իսկ ընդհանուր առմամբ տպավորություններս դրական են, 2 օր է շատ լավ ընթանում են նիստերը, քիչ թե շատ առանց վիրավորանքի մթնոլորտում։ Իսկ ինչ եք կարծում, այնուամենայնիվ կստացվի պարոն Ռուբինյանի կոչը, առաջարկը համագործակցել կամ համագործակցաբար աշխատել ընդդիմության հետ։ Անկեղծ ասած, մենք մեր խմբակցությունով դրա համար ամեն ինչ անելու ենք։ Ես վստահ եմ, որ պարոն Ռուբինյանը իր գործում հաջողելու է, որովհետև մարդկային ամենաբարձր որակներով, քաղաքական ամենաբարձր գիտելիքներով օժտված անձ է, հետևաբար հաջողելու է ազգային ժողովի նախագահի պաշտոնում, եւ ես նույնպես կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ անձնական վիրավորանքներից եւ անհանդուրժողական կոչերից եւ աշխատել բարեկրթության սահմաններում։ Տիկին Վարդանյան, վստահ եմ, որ լսած կլինեք ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկի Շիրազ Մանուկյանի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից է, արած հայտարարությունը առաջին օրով, երբ որ լրագրողները հարց էին տալիս, չգիտես թե ինչից նեղվեց եւ ասաց, որ ես պատերազմի մասնակից եմ, ինձ հետ խնդրում եմ հարգալից խոսել։ Որևէ մեկնաբանություն որպես պատգամավոր դուք ունեք նման արտահայտության, նման վարվելակերպի հետ կապված։ Սրանով ինչ էր ուզում ասած լիներ ձեր երիտասարդ գործընկերը։ Իրականում չեմ կարծում, որ մարդը, ով մասնակցել է պատերազմին, պետք է ինքն իրեն որակավորում տա եւ դրա մասին հայտարարի։ Մենք ես կոնկրետ իրեն նույնպես շնորհակալ եմ պատերազմին մասնակցելու համար, բայց դա նախ եւ առաջ իր հայրենական պարտքն է եւ Հայաստանի Հանրապետությունը բոլորինս է եւ ոչ մեկ չի ասել, որ ինչ որ մեկը պետք է գնա պատերազմ, մյուսը ոչ։ Ձեր գործընկերները, ընդդիմադիր գործընկերները առաջին օրը, այսպես կարծես քննարկման թեմա դարձրին Կտրիշ Ներսիսյանի բացակայությունը, այս մասին ինչ կասեք։ Իրականում Բեհարանի աթոռը դատարկ էր, երևի իրանք ի նկատի ունեին Կտրիշ Ներսիսյանին, ու ես ինքս տեղին չեմ համարում Կտրիշ Ներսիսյանի ազգային ժողովի առաջին նիստում ներկա գտնվելը եւ ողջունի խոսք ասելը, հատկապես որ Բեհարանի աթոռը դատարկ է։